Բարի օր օրագիր նյուզի սիրելի հետևորդներ։ Այսօր մարտի 20-ն է եւ հորոսկոպն այսպիսին է։ Խոյեր։ Օրը կսկսվի բավականին ակտիվ եւ ձեր տրամադրությունը կախված կլինի շրջապատող մարդկանցից։ Փորձեք հեռու մնալ ավելորդ վեճերից, բայց մի վախեցեք արտահայտել ձեր կարծիքը։ Ցուլեր։ Այսօր ձեր ֆինանսական հարցերը կարող են լուծվել անսպասելի ձևով, եթե պլաններ ունեք կապված գնումների կամ ներդրումների հետ, խորհուրդ է տրվում մտածել երկարաժամկետ հեռանկարի մասին։ Երկվորյակներ։ Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք օգտակար կլինեն ապագայում։ Այսօր չարժե խառնել անձնականն ու մասնագիտականը, հակառակ դեպքում կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում։ Խեցգետիններ։ Կարող եք մի փոքր գերլարված զգալ, բայց մի մոռացեք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Օրը հարմար է ինքնաբացահայտման եւ կարևոր որոշումներ կայացնելու համար։ Առյուծներ։ Ձեր էներգիան բարձր մակարդակի վրա, ինչը ձեզ կօգնի հաղթահարել բարդությունները։ Լսեք ձեր ինտուիցիային, հատկապես երբ խոսքը գնում է մասնագիտական հնարավորությունների մասին։ Ուսեր։ Այսօր ձեր համբերատարությունը փորձության կենթարկվի, բայց եթե կենտրոնանաք կոնկրետ նպատակների վրա, ամեն ինչ կկարգավորվի, խուսափեք մանրուքների վրա կենտրոնանալուց։ Կշեռքներ։ Հիանալի օր է ստեղծագործելու, նոր գաղափարներ զարգացնելու կամ երկարաժամկետ պլաններ կազմելու համար։ Հնարավոր են հետաքրքիր զրույցներ, որոնք ձեզ կոգեշնչեն։ Կարիճներ։ Այսօր կարող եք անսպասելի լուրեր ստանալ, որոնք կփոխեն ձեր ծրագրերը։ Հիմնականում շտապեք արձագանքել, այլ մտածեք սառը գլխով։ Աղեղնավորներ, ճանապարհորդելու կամ նոր բան սովորելու հիանալի օր է։ Եթե ունեք չկարգավորված գործեր, հիմա ճիշտ ժամանակն է զբաղվել դրանցով։ Այդ եղջյուրներ։ Ձեր համառությունն ու նպատակասլացությունը այսօր արդյունք կտան, սակայն մի մոռացեք նաև հանգստանալ եւ մտածել ձեր բարեկեցության մասին։ Ջրհոսներ։ Այսօր ձեզ կարող են հետաքրքիր առաջարկներ անել, բայց մտածեք դրանց մասին ավելի խորությամբ։ Չարժե շտապել, քանի որ ոչ բոլոր հնարավորությունները կբերեն ցանկալի արդյունքի։ Ձկներ։ Հանգստության ու ներդաշնակության օր է, ավելի շատ լսեք ձեր ներքին ձայնին, քան շրջապատի կարծիքին եւ կգտնեք ճիշտ լուծումներ։ Դե ինչ հաճելի օր ենք մաղթում, մնացեք օրագիր նյուզի հետ։